Հայաստանում չեն սիրում փող բառը։ Փորձում ենք ցույց տալ, որ փողը մեզ համար կարևոր չի։ Փողը ավելի շատ փող դարձնելու process-ին մենք դեռ վարժված չենք։ Համակերպվել ենք դրա հետ որպես վճարում։ Տեսեք, դասական տնտեսագիտության ճշմարտություններ կան, դրանցից մեկը օրինակ այսօրվա փողը ավելի թանկ է, քան վաղվա փողը։ Իրականում տենդենսը ինքը միշտ գնալու է դեպի վերև։ Ինչպես ճիշտ սահմանել այդ ներդրումային նպատակները։ Ոչ թե ներդրումային նպատակ, այլ նպատակը կյանքի նպատակ է։ Մասկը, որ մտել է քաղաքականության մեջ, Տեսլայի բաժնետոմսերը իշքան են ընկել։ Այս պահին ուզում ես ներդրում անել, այդ նվազման փուլում ամենալավ ներդրում անելու ժամանակն է։ Ողջույն, դուք կրկին դիտում կամ լսում եք Fincast-ը, How-to-be ոդկասթը ֆինանսների, ներդրումների եւ այն մասին, թե ինչու փողը չարժե դնել բարձի տակ։ Ինչպիսին է մեր վերաբերմունքը փողի նկատմամբ, ինչպես այն ճիշտ ֆինանսական գործիքների օգնությամբ ծառայեցնել մեր կյանքի նպատակների իրագործմանը, ինչպիսին է արժեթղթերի շուկայի վիճակը Հայաստանում համեմատած մեր նման այլ երկրների հետ։ Այս թեմաների շուրջ զրուցել ենք Եվրոասիական կապիտալի շուկաների ֆեդերացիայի քարտուղար Արմենուհի Հովակիմյանի հետ։ Գնացինք։ Արմենուհի ջան, ողջույն, բարի գալուստ Fincast։ Եվ այսպես երբ խոսում էինք ոդկասթից առաջ, ասացիք, որ Հայաստանում չեն սիրում փող բառը, ու շատ հետաքրքիր թեմա է դա սկսելու համար։ Ինչն է փող բառի մեջ կաշկանդում հայերին, ձեր կարծիքով։ Ողջույն Կարեն ջան, ես շատ ուրախ եմ այստեղ լինել ու այս թեման իմ սիրելի թեման է։ Փողի մասին, տնտեսագիտության մասին, ֆինանսների մասին, եթե ուզում եք այդ բառը օգտագործել, ես չգիտեմ ինչից է սկսել փող բառը չօգտագործելը, բայց դա նկատել եմ։ Ու հասկանում եմ, որ հիմա երբ որ ես դասավանդում եմ, հասկանում եմ, որ դասավանդման ժամանակ էլ երբ որ փող եմ ասում, աշակերտները կամ նույն ուսուցիչները մի քիչ ավելի խուսափում են այդ բառից։ Ու սկսեցի մտածել, որ դա մշակութային ինչ-որ յուրահատկություն է մեզ մոտ, ասել ֆինանսներ, ասել գումար, ասել եկամուտ, բայց չասել փող, որը որ հենց փողն է, դրամն է։ Ես ուզում եմ, որ մենք դա փոխենք ու փողը օգտագործենք, որովհետև այն հասարակություններում, որտեղ օրինակ անգլալեզու ենթադրենք, իրենք օգտագործում են money ու այդ բառից չեն կաշկանդվում։ Ու շատ հստակ է, եթե փողին է վերաբերում, դա հստակ money է։ Մեզ մոտ էլ եթե փողին վերաբերվի, դա կարող է լինի հենց փող բառով։ Մենք ունենք նաև դրամ, որը մեր ազգային դրամի հետ նույն անունն է։ Չգիտեմ, ես փող սիրում եմ օգտագործել փող բառը, որպեսզի մենք շոշափելի հասկանանք դա ինչի մասին է խոսքը։ Մենք նույնիսկ այտենց արտահայտություն կա, չէ՞, փողը ձեռքի կեղտ է, հա, այտենց ու հետաքրքիր է արմատները որտեղից են գալիս։ Հնարավոր է նույնիսկ ԽՍՀՄ-ից ինչ որ ներմուծված կարող է։ Ես շատ չեմ ուսումնասիրել այս թեման, թե փողը իր ծագումնաբանությունը բառը, բայց ինքը հետաքրքիր թեմա է ուսումնասիրելու։ Մենք փորձում ենք ցույց տալ, որ փողը մեզ համար կարևոր չի։ Նույն մեր ասացներով, ասացվածքներով, օրինակ փողը ձեռքը կեղտ է կամ ու հարուստ մարդկանց նաև չենք էլ սիրում։ Բայց ամեն տեղ էլ չեն սիրում ինձ թվում։ Չէ, բայց մեզ մոտ ես նկատում եմ այտենց շատ ուղղակի այդ չսիրելու, արտահայտվելու ձևը։ Երևի, չգիտեմ ինչքան հեռու է այդ արմատները գալիս, որ մենք փող բառը չենք օգտագործում, բայց եկեք փաստենք, որ մենք դա տեսել ենք ու սկսենք այսօրվանից, օրինակ մեր ոդկասթի շրջանակներում, այսօրվա մեր զրույցի շրջանակներում փողին ասենք փող, եկամուտին ասենք եկամուտ, գումարին գումար, օրինակ որ ես բացատրում եմ, որ գումարը գումարիլիների գումարն է, ոչ թե փողին եկեք փող ասենք։ Ու երբ որ դու ասում ես դա նյութականանում է, այսինքն դու փողին արդեն հստակ պատկերացնում ես, որտեղ դու ասում ես ֆինանսներ պարզ չէ, ֆինանսները շատ մեծ հասկացություն է, ֆինանսները ինքը սահմանումը շատ ավելի մեծ է, քան ուղղակի փողը։ Դա նաև փողի կառավարումն է, դա նաև փողի վերաբերմունքն է, ոնց է կազմակերպում, ինքը տարբեր բաժիններ ունի։ Ճիշտ եք նկատել ու եկեք փողին այսօր հենց փող անունով կոչենք։ Բայց դա նաև գալիս է նրանից կամ դա նաև հետևանք է նրա, որ Հայաստանում փողի հետ վարվելու մշակույթը սահմանափակ է մի փոքր։ Տեսնում եք նման բան ու ինչ փողի, ինչ ֆունկցիաներ կա, որ այսպես մենք բնազդաբար դեռ այդքան էլ լավ չենք հասկանում, կիրառում։
Ես պատկերացնում եմ դուք ուզում եք նշել, որ մենք այդ ներդրումների մասը, փողի ավելացնելու մասին շատ ուշադրություն չենք դարձնում, ու միջև վերջերս ուշադրություն չենք դարձրել, փող աշխատելուն ոնց որ դրան բնական process-ը ոնց որ դառնում աշխատանքի ընթացքում, բայց այդ փողը կուտակել մենք ոնց որ արել ենք, բայց այդ կուտակածը ավելացնելուն վարժված չենք դեռ, նոր սկսում ենք վարժվել։ Ու սա բերում է հենց այդ ներդրումների թեմային։ Ես միշտ ասում եմ, փողը ավելի շատ փող դարձնելու process-ին մենք դեռ վարժված չենք։ Բայց ոնց որ վերջին շրջանում սկսել ենք դրա մասին մտածել, մեր հասարակությունն էլ ոնց որ արդեն փողի հետ աշխատանքը, այդ փողը ավելացնելու աշխատանքը սկսել է գնահատել ու մտածել այդ ուղղությամբ ինչ անել, որ փողը ավելի շատ փող բերի։ Մենք պիտի ինչ-որ ջանք գործադրենք, որ փողը ավելացնենք։ Եվ ինչ։ Ես միշտ առաջարկում եմ ու ասում եմ բոլոր այս ֆինանսական կրթության թեմայով զրուցելուց, ֆինանսական կրթության մեջ լինելով, պետքա փողին հասկանալ որտեղից է գալիս, ինչքան է գալիս ու այդ փողը հետո ուր է գնում։ Ու դա պլանավորման process է։ Պլանավորման, դրա մասին մտածելու, դա գրառելու ու այդ ամենը կառավարելու, սա կառավարման process է։ Տեսեք, մենք երբեք չենք մտածի, չէ՞, որ ընկերությունը, կազմակերպությունը ինքը իր ֆինանսների մասին sense մտքի մեջ հաշվարկներ անի։ Բայց մենք միշտ մտածում ենք մեր անձնական փողի մասին, որ մենք մտքում իրանք կարողանանք հասկանալ ինչքան փող է մեզ գալիս, հետո մենք ինչքան ենք ծախսում ու բայց իրականում մենք դա մտքով չենք կարողանում ճիշտ այդ պատկերը տեսնել։ Օրինակ դուք անձնական բյուջե վարում եք։ Շատ կանոնավոր չէ, բայց հա։ Ասեք, որ դա օգտակար վարժություն է ձեզ համար։ Արդյոք օգտակար չէ։ Միանշանակ օգտակար է, ուղղակի ես իրականում ինձ թվում է մի փոքր նաև իմ այսպես կրթական բեքգրաունդն է ստիպում ինձ, որ դա անեմ, որովհետև ուսանողական տարիներին ինչ որ սովորում ես, հետո մի փոքր ոնց որ քո կրթությանը դեմ գնաս, եթե դա բացառես քո կյանքից, բայց թե օրինակ ինչպես դա ավելի ճիշտ անել, ավելի հեշտ անել նույնիսկ, որովհետև միշտ կարող ես ավելի շատ դետալների մեջ խորանալ ու չհասկանալ դրա իրական էֆեկտը կա թե չէ։ Այ օրինակ ոնց դա անել հեշտ ու հարմար, դա շատ այսպես հետաքրքիր հարց է։ Ինքը ինդիվիդուալ է իհարկե, բայց տեսեք, այդ որ ասում եք սովորել եք ու ըստ դրա արդեն չանելը սխալ կլինի, պատկերացրեք շատ տնտեսագետներ կան, ովքեր որ սովորել են ու չեն անում, անձնական ֆինանսներ չեն վարում, նույնիսկ մեր ոլորտում, որը ֆինանսական ոլորտն է, որտեղ որ ես կամ, ես պարբերաբար հարցնում եմ թե գործընկերներին, թե մյուս կազմակերպություններից իմ գործընկերներին հարցում եմ դուք անում եք անձնական ֆինանս վարում եք, չէ, անձնական բյուջե չենք վարում։ Մենք հիշում ենք։ Տեսեք, այստեղ շատ անհատական է, բայց խորհրդի ձևով ասեմ, նախ պետք է սկսել դա վարել, որպեսզի կարողանաս գոնե ինչ որ ժամանակի ընթացքում հասկանաս քո փողը ինչ է լինում։ Երբ որ դու հասկանաս քո փողը ինչ է լինում, հետո կարողանաս հասկանալ փողդ ինչ անես արդեն քո նախաձեռնությամբ, թե ներդնես, թե կուտակես, ոնց անես այդ process-ը։ Ու բյուջեն մեզ միշտ ցույց է տալիս, եթե մենք նոր ենք սկսում վարել, խորհուրդ այսպեսին է, սկսել գրառել եկամուտները, սկսել գրառել ծախսերը։ Ու ծախսերը ըստ բաժինների, սնունդ, չգիտեմ, տրանսպորտ եւ այլն, ու գոնե մի 3 ամիս ուղղակի դրանք ցած գրառել, հասկանալ որտեղից է գալիս ու ուր է գնում։ 3 ամիս հետո արդեն մենք կարողանանք մոտավորապես միջին պատկերացնել, օրինակ միջին օրական մեր ծախսը, միջին ամսական մեր ծախսը, դրանից հետո այս բյուջեի process-ը ինչի է կարևոր, ոչ թե որ մենք միշտ post factum նայենք, թե մենք ինչ ենք արել, այլ ինչ որ ժամանակ հետո կարողանանք նաև ապագան հասկանալ, թե ինչ անենք։ Օրինակ մեզ 6 ամիս հետո պետք է լինելու այսքան փող, այսինչ հոդվածով, այսինչ բանի համար մի տարի հետո պետք է լինելու այսքան ու դրան պատրաստվել։ Այստեղ արդեն այդ պատրաստվելու process-ը, երբ որ մենք կարողանում ենք հասկանալ, որ ազատ միջոց է ձևավորվում, եկամուտն է կա, մենք ծախսերն արեցինք ու այնտեղ մնաց ինչ որ ազատ միջոց։ Այս սրանք հասկանանք ինչ ենք անում։ Այստեղ գալիս է արդեն ներդրումների փուլը, որ սկսում ենք մտածել, ինչ գործիքներ կան։ Ու այդ գործիքները իրականում Հայաստանում
կան որոշ գործիքներ, որոնց մարդիկ սովորեն, ձեր զրույցներում շատ դրա մասին խոսել եք, բայց մեկ անգամ եւս նշենք, օրինակ ամենապարզ գործիքը դա ավանդն է, որը շատ հասանելի է մարդկանց, իրենք արդեն սովոր են բանկերի հետ շփում եւ այլն, մյուս արդեն գործիքները գալիս են արժեթղթերի շուկայի գործիքներ, պարտատոմսեր, բաժնետոմսեր։ Ցանկանում եք կատարել ներդրումներ արժեթղթերում, բայց չունեք բավարար ժամանակ մի լավ փորձելու շուկան, ուսումնասիրելու առաջարկները եւ ձևավորելու պորտֆել, մեր ոդքասթի գործընկեր BuyInvest-ը հատուկ ձեզ համար լուծում է մշակել պատրաստի պորտֆելներ։ Ամերիկայի բանկի մասնագետները կազմել են տարբեր եկամտաբերության, ռիսկայնության եւ հորիզոնով պատրաստի պորտֆելներ, որոնք կարող եք ձեռք բերել մեկ քայլով, խնայելով ժամանակ եւ գումար։ Օրինակ, պատրաստ եք դիմել ռիսկի բարձր եկամտաբերության համար, կարող եք ընտրել բարձր աճի պորտֆելը, որը վերջին 5 տարում ապահովել է շուրջ 18% միջին եկամտաբերություն։ Իսկ եթե ձեզ պետք է ավելի ցածր ռիսկայնության ներդրում, ապա կարող եք ընտրել հավերժական պորտֆելը, կառուցված ամերիկացի ներդրումային խորհրդատու Հարի Բրաունի մեթոդաբանությամբ։ Այն դիմանում է ցանկացած տնտեսական դրության, կլինի ճգնաժամ թե տնտեսական աճ։ Եվ պատրաստի պորտֆելների մյուս առավելությունը այն է, որ փաստացի ձեր փոխարեն ձեր ներդրումային պորտֆելը հավաքում են պրոֆեսիոնալ մասնագետները, իսկ դուք կարող եք ուղղակի հարմար տեղավորվել եւ շարունակել դիտել Fincast-ը։ Ու հետո կան շատ յուրահատուկ գործիքներ, օրինակ, չգիտեմ, անտիկ իրերի մեջ ներդրում անել, որը շատ յուրահատուկ գործիք է, կարող է ամեն մեկը չկարողանա, բայց եթե մարդ հետաքրքրված է նման ոնց որ անտիկ իրերով, ինքը կարող է նաև սա դիտարկել որպես ներդրումային գործիք կամ անշարժ գույք, բոլորս ինչ որ շատ սովոր ենք անշարժ գույքին կամ այնպիսի գործիքներ, որոնք տենց շատ ստանդարտ չեն, օրինակ չնայած ոսկու եւ զարդերի մեջ մեր մոտ այդպիսի խնայողություններ ենք օգտագործում, բայց օրինակ հուշամեդալներում ներդրում անել։ Գործիքները արդեն շատանում են միանգամից։ Այ երբ որ մենք կազմում ենք մեր անձնական բյուջեն, մենք հասկանում ենք ինչն է մեր սպառումը, ինչն է ծախսը, մնացածը արդեն կարողանում ենք բաշխել այս ներդրումների վրա, բայց այստեղ արդեն գալիս է թե ներդրումների որ տեսակը, մենք ինչ գիտենք ներդրումների մասին, ինչքան գիտենք դրանց մասին ու որն է այս պահին մեզ օգտակար։ Մի հատ շատ անձնական օրինակով ասեմ, ես հիմա վերանորոգում եմ բնակարանը ու ես 2 տարի առաջ գիտեի, որ շենքը հանձնվելու է այսինչ փուլու, այսինչ օրը, այսինչ պահից ես սկսելու եմ վերանորոգում, ես դրա համար իմ ներդրման գործիքը ընտրել եմ պետական պարտատոմս։ Հասկանալով, որ 2 տարեկան պետական պարտատոմսը ինքը այդ փողին ես ձեռք չեմ տալու, չեմ օգտագործելու, ինքը հենց վերանորոգման համար է ուղղված, ու հիմա ես վերանորոգման ընթացքում եմ, այդ պարտատոմսերը մարվել են, այդ ընթացքում ես ստացել եմ արժեքտրոնային եկամուտ, վերջում ու հիմա ես ունեմ ոնց որ այնքան միջոցներ, որ իմ վերանորոգման աշխատանքները կատարեմ։ Այսինքն ես արել եմ շատ մի հատ պարզ այդ մի գործիքը ու մի ուղղվածության համար ես արել եմ այդպիսի ներդրում։ Եկել հասել է ժամանակը, բարեբախտաբար ամեն ինչ իմ հաշվարկածով հասել է իր ժամանակին, ու ես այդ փողը կարողացել եմ օգտագործել իր նպատակին։ Սա նպատակային ներդրման օրինակ է։ Կարա լինի նպատակային ներդրում ավելի երկարաժամկետ հատվածի համար, օրինակ կեսաթոշակի համար։ Մենք գիտենք, որ մեր երկրում կեսաթոշակային համակարգն է գործում, որին որ մենք ամեն ամիս տրամադրում ենք մեր եկամտի մի մասը, իրականում շատ դասական համակարգ է մեզ մոտ ներդրված, անցած տարի 10-ամյակը նշեցինք այդ համակարգի, ու երբ որ համակարգը ներդրվում էր, ես աշխատում էի Հայաստանի ֆոնդային բորսայում, որը բորսա դեպոզիտարիա իրար հետ նույն բորսան դեպոզիտարիայի սեփականատերն է, ու մենք ոնց որ ես էլ այդ համակարգի ներդրման հենց process-ի մեջ էի ու գիտեմ ոնց ենք մենք այդ ամեն ինչը ներդրել, բերել, հասցրել ու թե ինչ հաշվարկներ են եղել։ Տեսեք, դասական տնտեսագիտության ճշմարտություններ կան, դրանցից մեկը օրինակ այսօրվա փողը ավելի թանկ է, քան վաղվա փողը։ Դա ինչ է նշանակում, որ վաղը անպայման ինֆլյացիան գոնե ինչ որ մի չափով լինելու է այդ փողի վրա, սա մեկ, եւ եթե ես այսօր այդ փողը ներդնեմ ոչ ռիսկային ակտիվում, օրինակ պետական պարտատոմսում, ինքը գոնե մի օրվա ինձ ավելացված արժեքտրոն կբերեր, այսինքն այսպես թե այնպես, այսօրվա փողը վաղվա փողից ավելի թանկ է։ Սենց տնտեսագիտական ճշմարտությունները որ գայս ենք, մեկն էլ կա, որ խորհուրդ է տալիս միշտ քո ամսական եկամուտի 10%-ը խնայել
մեծ տարիքում սպառելու համար։ Մեր կենսաթոշակային համակարգը հենց այս դասական 10%-ն էլ վերցրել է որպես հիմք ու մենք այդ 10%-ով էլ խնայում ենք։ Այնտեղ համամասնությունը մենք մի քիչ ենք տալի, պետությունը ավելացնում է, եթե կուզեք սրա մասին ավելի երկար խոսենք, բայց որպես գործիք ասեմ, ու որպես ներդրումի ոնց որ երկարաժամկետ ներդրման տարբերակ, հենց կենսաթոշակի մասին մտածելն է։ Մեր պետությունը մեզ այնպես է դասավորել, որ մենք պարտադիր սկսել ենք մտածել, բայց կարող ենք նաև սրանից զատ մի հատ էլ առանձին մտածել կենսաթոշակի համար։ Իսկ թվում է մենք ոչ թե սկսել ենք մտածել, այլ համակերպվել ենք դրա հետ որպես վճարում եւ անում ենք, բայց շատ մեծ մաս մեր բնակչության նույնիսկ չի հասկանում, որ ինքն է ներդնում իր ապագա կենսաթոշակի համար։ Ոչ թե չի հասկանում, այլ տեղյակ չի։ Ավելի շատ դա ընկալվում է որպես ինչպես հարկ ես վճարում, գիտես քո աշխատավարձի մի մաս կա, որ դու երբեք չես էլ տեսնում, որովհետև գործատուն դա հաշվարկում ու վճարում է հարկ, դու մեծ հաշվով ասենք մաքուր աշխատավարձի մասին է պայմանավորվում, չես էլ իմանում այնտեղ ինչ տեղի ունեցավ, նույն ձև վերաբերվում են նաև այդ կենսաթոշակային հատկացումներին ու դրա համար էլ նաև այդ մշակույթն էլ չի կայանում։ Ես հասկանում եմ, որ 10 տարի առաջ սկզբում շատ դժվար էր բացատրել մարդկանց այդ ամբողջ, որ դուք պետք է ներդնեք, բայց հիմա գոնե արդեն երևի այդ նաև մշակութային բաղադրիչը պետք է մտցնել, որովհետև օրինակ այս պարագայում ստացվում է, որ դու կարող ես ավելի լավ ապրել թոշակային տարիքում, ավելի շատ կենսաթոշակ ստանալ, եթե հիմա ավելի շատ կուտակես ու դրա գործիքներն էլ մշակված կան, բայց ինչքանով են դրանից օգտվում, այդ հարց է։ Շատ լավ մի քանի միտք ասեցիք։ Մեկը, որ մենք այդ մաքուր աշխատավարձի գաղափարը, որ ասեցիք, մենք չենք պատկերացնում, թե մենք ինչքան հարկ ենք տալիս, մենք չենք պատկերացնում, թե այդ մեր կենսաթոշակային ֆոնդ գնացող փողը, որ մենք ենք վճարում, մենք այդ ամեն ինչը չենք պատկերացնում, որովհետև մենք միշտ մաքուր աշխատավարձի գաղափարով ենք ապրել։ Կարծում եմ պետությունը պիտի ինչ-որ մի պահից սրա մասին մտածի ու երևի թե հայտարարման process-ին ավելի ծանոթ լինելով արդեն բնակչությունն էլ կսկսի սրա մասին մտածել, որ հասկանա, որ իրականում այդ փողը ինքն է տալիս պետությանը, այդ փողը երբ որ կենսաթոշակային համակարգը գնում իր փողն է, իր ներդրումն է ու երբեք այդ փողը օրինակ կենսաթոշակային համակարգ մուտք արող վճարները դրանք մեր հաշվի մեր անունով փողեր են, այսինքն դա չի գնում պետական ոչ մի հաշվի վրա, ինքը մի միջանցիկ հաշիվ գոյություն ունի, որ մենք ամեն ամիս որ փոխանցվում է այդ հաշվին, պետական եկամուտների կոմիտեն այդ հաշվի վրա հաշվառումները կատարում է ու միանգամից փոխանցում է կենտրոնական դեպոզիտարիային, որը որ վարում է այդ մեր բոլոր կենսաթոշակային հաշիվները, իրանք էլ արդեն բաշխում են ըստ կենսաթոշակային ֆոնդերի։ Երևի այս ամբողջ սխեման երբ չես պատկերացնում, դու չես էլ հասկանում այդ փողը ընդհանրապես ուր է գնում, որովհետև ես շատ եմ լսել արտահայտություններ, մեր փողերը գնացին պետությանը, պետությունն էլ տվեց ինչ որ մի դրսի ֆոնդի, այդ դրսի ֆոնդ գնաց, վերջ մեր փողերը գնացին չգիտեմ ուր։ Դրա համար այս երբ որ մենք ներդրումների մասին խոսում ենք, ես միշտ իմ աշակերտներին էլ ու բոլոր նրանց ում հետ խոսում եմ այս թեմայով, ասում եմ, սա ձեր ներդրումն է, պատկերացրեք դուք այսքան տոկոս, նու հիմա մաքուր 10% չի, որովհետև պետությունը մեր կողմից այդ 10%-ը լրացնում է ըստ եկամուտի քանակի, բայց պատկերացրեք դուք դա ինքնուրույն անում եք խնայողություն ու քանի որ դուք պայմանական եմ հիմա ասում 100,000 դրամը, եթե դուք ամեն ամիս կատարեիք ներդրում ու երբ որ կենսաթոշակային ֆոնդը 1 միլիարդ դրամն է ամեն ամիս կատարում ներդրում, այստեղ մասշտաբի էֆեկտով ինքը կարողանում է ավելի լավ կառավարել այդ գործիքները, ավելի լավ գործիքների մեջ դնել, որովհետև եթե մենք այս 100,000-ով ունենալու ենք նաև ծախսեր այդ ներդրումը անելու շատ պայմանական ասում ենք, մենք դրսի շուկայում ուզում ենք ներդրում անենք, պիտի փոխանցենք։ Այդ փոխանցման մեջ մենք միջնորդավճար ենք վճարելու։ Պետքա բրոկերային ծառայություն մատուցող ընկերություն եւս վճարենք։ Մի խոսքով այս մեր 100,000-ի էֆեկտը եւ 1 միլիարդի էֆեկտը շատ տարբեր են լինում։ Դրա համար մենք ոնց որ այս մի մասով մեզ ստիպել են ու մենք ստիպողաբար կատարում ենք այդ ներդրումը։
մեր հետագա կյանքի համար, բայց կարող ենք նաև ինքնուրույն անել, այսինքն կամավոր մասնակցել նաև կենսաթոշակային ֆոնդերին, որոշ ֆոնդեր կան բաց, որպեսզի այդպեսի էլի երկար փող է սա կոչվում, որպեսզի այդ երկար փողերը մասշտաբի էֆեկտով ավելի լավ ներդրումներ անեն ու ավելի ճիշտ կառավարվեն, որովհետև մենք որպես անհատ եկեք համաձայնենք, որ այդ արդյունավետության չենք կարող կառավարել, ինչպես կառավարում են ֆոնդի կառավարիչները, որոնք մասնագիտացված, լիցենզավորված ընկերություններ են։ Ահա, ու իրանց կառավարման ծառայությունը, եթե օրինակ դու ուզես քո ֆինանսների համար կառավարման համար պատվիրես, այդ իրականում շատ թանկ ծառայություն է, իսկ մենք այսպես շատ հեշտ այդ ստանում ենք, այդ առումով այդ առավելությունը իդեպ կարծում եմ հենց գովազդելու առավելություն է ու վերջին ցուցանիշներն էլ ոնց որ թե ցույց են տալիս բավականին լավ աճ ունեն։ Բավական լավ աճ ունեն, գնանք եթե հիշում եք 20 թվականին, 21 թվականին նվազումներ եղան, այս երկար փողերի մասին խոսելով, երբ որ մենք եկամուտներից խոսում ենք, այդ երկար ու կարճ փողերի։ Երկար փողերի դեպքում մենք այդ նվազումները պիտի մի քիչ ավելի հանգիստ տանենք, որովհետև երկարաժամկետ հատվածում այդ նվազումը վերականգնվելու է։ Դա շուկան իրականում տենդենսը ինքը միշտ գնալու է դեպի վերև, որտեվ համաշխարհային 20 տարվա կտրվածքով այդպիսի 20 տարի վերջին ենթադրենք 200 կամ վերջիներ 200 տարվա մեջ չի եղել այդպիսի 20 տարի, որ անընդհատ իջել է։ Այսինքն տենդենսը միշտ ինքը աճող է։ Նայած ուժեղ անկումից հետո ինչքան արագ է վերականգնվում, բայց մենք տեսանք, որ կոവിഡ് պատերազմ ինքը վերականգնման փուլը ամեն դեպքում եկավ, հասավ ու մեր եթե կենսաթոշակային ֆոնդերի մասին ենք խոսում, բայց ուրիշ տեսակի ներդրումներ էլ մենք կարող ենք անել, մենք կարող ենք անել այդ նպատակային, ոչ նպատակային, մենք կարող ենք անել օրինակ ներդրումներ բիզնեսում, որը որ ուղղակի լինի մեր անձնական բիզնեսում, օրինակ ուրիշ տեսակի գործունեություն անելու համար ու այստեղ է որ մենք շատ լավ կլինի որ հասկանանք ինչի համար ենք օրինակ այս կուտակումը ու ներդրում անում։ Ենթադրենք մեր փողը շատացավ, բայց մեզ այդ փողը երբ է պետք լինելու է, թե չի լինելու, թե մենք դա իսկն ցանկացած դեպքում մենք միշտ պիտի ունենանք նպատակ։ Եթե մենք ունենք ներդրում, մենք պիտի ունենանք դրա նպատակը։ Երկարաժամկետի, միջնաժամկետի ու կարճաժամկետի։ Ինչպես ճիշտ սահմանել այդ ներդրումային նպատակները։ Ոչ թե ներդրումային նպատակ, այլ նպատակը կյանքի նպատակ է։ Այսինքն նպատակը ինչի, որ ես ունենամ մի տարի հետո ունենամ X չափի փող, այլ նպատակն է, թե մի տարի հետո ես ինչ եմ ուզում անել։ Օրինակ, ուզում եմ ընդունվել համալսարան, ուզում եմ գնել մեքենա, ուզում եմ գնել բնակարան, ուզում եմ գնել հանգստի։ Այ մեր նպատակը ոչ թե ներդրումային նպատակ չի, ինքը կյանքի նպատակ է, թե մենք ինչ ենք ուզում։ Հետո դա արդեն տրանսֆորմացնում ենք փողի, հաշվում ենք, այս մեր նպատակը ինչ արժեք ունի փողի տեսքով, ու հասկանում ենք, որ մեզ մի տարի հետո օրինակ պետք է լինելու այսքան փող, կամ մեզ 10 տարի հետո պետք է լինելու այսքան փող, կամ մենք նոր երեխա ենք ունեցել 18 տարի հետո մեզ պետք է լինելու այսքան փող, այսօրվա մեր մտքով հաշված։ Այ սրանք են կյանքի նպատակները բերում ենք փողի։ Ու երբեք ինձ թվում է փողը չի այն նպատակը։ Մենք չենք ասում, մենք ուզում ենք ունենալ $1 միլիարդ։ Ինչի համար։ Եթե մենք չենք կարողանում պատասխանել այդ ինչի համար հարցին, ուրեմն անիմաստ նպատակ է փողի չափը ունենալ որպես նպատակ, ինքը անիմաստ է։ Մենք պիտի ունենանք կյանքի նպատակ։ Իսկ կյանքի նպատակները բոլորի մոտ շատ տարբեր են, բայց մենք պետք է այդ հասկանանք, թե մեր կյանքի ամեն փուլում ինչ նպատակ ունենք։ Եվ հասկանալով այդ նպատակները, սահմանելով այդ կետերը, ամեն կետում ինչքան գումար է մեզ պետք է նպատակը կյանքի կոչելու համար, հետո պետք է անցնենք գործիքների ընտրությանը, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Եվ այս փուլում արդեն այդ ընտրության մասով տեսեք, գործիքները ամեն երկրում, ամեն տնտեսությունում իրանք կարան լինեն տարբեր ու կարող ենք մենք ունենալ ըստ երկրի օրենսդրության տարբեր նաև լծակներ կամ տարբեր խրախուսական միջոցներ այդ գործիքներից օգտվելու։ Օրինակ,
կարող է լինել նույն պարտատոմսը, բայց մի երկրում ինքը ունենա արտոնություն, օրինակ, արժեքտրոնի եկամուտը չհարգվի, մյուս երկրում ինքը հարգվի։ Այսինքն մեզ մոտ երկու փուլանի պիտի լինի գործիքների մասին ընդհանրապես պատկերացում ունենալը։ Մեկը մենք գործիքի տեսակը պատկերացնենք, ինքը ոնց է աշխատում, ինչի համար է, ինչի մասին է, ինչ ժամկետայնություն ունի, ինչ եկամտաբերություն ունի ու ինչ ռիսկ։ Այս երեք հիմնական ոնց որ կոմպոնենտը գործիքի մասին պիտի իմանանք, ու մյուսը արդեն իմանանք կոնկրետ տվյալ տնտեսության մեջ այս գործիքը ինչեր ունի, ինչ հարկման բազա ունի, ինչ արտոնություններ ունի, ոնց կարելի է հասնել այս գործիքին, իր հասանելիությունը ինչքան է, ու շրջանառելիությունը ինչքան է, այսինքն սա արդեն կախված է տնտեսությունից։ Մենք որոշում կայացնելուց այս գործիքների մասին երկու ոնց որ հիմնական պատկերացում ենք ունենում։ Ես մի դասախոս ունեի, ինքը ասում էր տնտեսագետների համար ամենակարևորը կարողանալ կարդալ վիճակագրություն եւ կարողանալ հասկանալ ինչ օրենսդրական դաշտ է աշխատում։ Այդ իմ կյանքում միշտ հիշում եմ ու այս գործիքների ընտրության ժամանակ էլ այս ինչ օրենսդրական դաշտ է գործում ինքը միշտ շատ կարևոր է լինում։ Հիմա եթե մենք խոսենք Հայաստանի մասին, քանի որ Հայաստանում զարգացած բանկային համակարգ ունենք ու մարդիկ շատ սովոր են բանկերի հետ շփման։ Դրա համար մեզ մոտ ամենապարզ գործիքները միանգամից ներդրումային գալիս են բանկային ավանդները, որը մենք շատ սովոր ենք, մենք գիտենք դա ինչ է, ու ամեն մի application-ում, ամեն մի հավելվածում բանկային ինքը կա, շատ հեշտ կարողանում ենք երկու հատ սեղմումով այդ գործիքը կիրառել։ Բայց մեզ մոտ հիմա ավելացել են արդեն մնացած ներդրումային գործիքներ, ունենք պարտատոմսերը, ավանդին շատ նման պարտատոմսերը, որի մասին ձեր զրույցներում շատ եք խոսացել, բայց թվում է արժի մի հատ էլ ասել պարտատոմսերի մասին։ Ես պարտատոմսերը, երբ որ նկարագրում եմ, ինքը երկու տեսակի են։ Կան արժեքտրոնային պարտատոմսեր, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, բայց կան նաև զեղչատոկոսային պարտատոմսեր, որի այդ զեղչատոկոսային բառով չեմ լսել, որ դրա մասին երբևէ խոսեմ, բայց դրանք կարճաժամկետ պարտատոմսերն են, որոնք հեսա մի ուրիշ օրինակով կբացատրեմ, բայց տեսեք, եթե ինքը 10,000 դրամանոց պարտատոմս է, եթե դու իրան 9,000 դրամով առնում ես ու վերջում 10,000 դրամն ես ստանում, դու ոչ թե արժեքտրոն ես ստանում, այլ այդ նախնական գնի ու վերջնական անվանական արժեքի տարբերությամբ դա լինում է քո արդեն տոկոսային եկամուտը։ Ես պարտատոմսեր նվանացնում եմ հավի եւ աքլորի։ Արժեքտրոնային պարտատոմսը ոնց որ հավ լինի, ոնց որ հավ ես առնում ու ինքը անընդհատ ձու է ածում։ Այդ ձուն մեր արժեքտրոնն է։ Ենթադրենք ամեն օր ածում է, այդ արժեքտրոնը ամեն օր ավելանում է մեր ոնց որ պարտատոմսին ու հետո մի ամիս հետո մենք ունենում ենք մի զամբյուղ ձու։ Դա էլ մեր արժեքտրոնն է, որը ստանում ենք այդ մի ամսում։ Եթե մենք ուզում ենք հավ վաճառել ընթացքում, ինքը արդեն ձվերել ունի իր հետ, այդ գինը դառնում է հավ գումարած ձու ու ցանկացած բան, երբ որ մենք այդ մեր հավն ու ձուն վաճառենք, մենք այս ունեցած ձվերի քանակով այդ արժեքտրոնի փողը ստանում ենք։ Իսկ զեղչատոկոսային պարտատոմսը դա աքլորն է, որ ձու չի ածում, բայց իրան կարող ես իր անվանական արժեքից մի քիչ էժան գնել, իրան պահել քո ֆերմերում աշխատացնել, որ եկամուտ բերի եւ հետո վաճառել արդեն ավելի թանկ գնով։ Ես ինձ եմ բացատրում պարտատոմսեր, ոնց որ մարդիկ ավելի սիրով են լսում, բայց տեսեք Պարտատոմսը ինքը մեր շուկան, մեր առևտրի շուկան, ինքը հենց պարտատոմսերի շուկա է դարձել։ Յուրահատկությունն է մեր շուկայի, չգիտեմ որտեղից է եկավ, այդ ժամանակ ես բորսայում եմ աշխատում ու մենք երբ որ պետական պարտատոմսերը բերեցինք բորսա ցուցակեցինք, ընդհանրապես բորսայում սկսեցին շրջանառվել, հետո կորպորատիվ պարտատոմսեր սկսեցին շրջանառվել, ինքը ավելի նման էր ավանդներին ու մարդիկ ավելի շատ սովոր էին այդ գործիքին, դրա համար պարտատոմսերով բավական լավ մեր շուկան սկսեց զարգանալ։ Հետո, տեսեք, հետո եկավ մի հատ օրենսդրական փոփոխություն, կարգավորման փոփոխություն, կենտրոնական բանկը բանկերի համար ավելի արտոնյալ նորմատիվներ սահմանեց այն բանկերին, ովքեր որ ավանդները վերափոխում են պարտատոմսերի։ Այսինքն բանկը փոխանակ ավանդ վերցնի, ինքը իր այդ հաճախորդին ասում է, ես պարտատոմս եմ թողարկել, պարտատոմսը կարող ես գնել ու նույն ավանդին հավասարեցրած համարյա գործիք է,
որովհետև ավանդների երաշխավորման հիմնադրամը նաև պարտատոմսերն է բանկերի նույն երաշխավորման հիմնադրամով երաշխավորում։ Ու այսպես շատացան բանկերի կողմից առաջարկվող պարտատոմսեր, մարդիկ սկսեցին սովորել արդեն էլի պարտատոմսերին սովորել։ Ու նաև այստեղ եկավ երկրորդ փուլով արժեքտրոնների ստացած եկամուտի չհարկվելը, որը որ միջև հիմա գործում է, միջև 27 թվական գործելու է արտոնությունը հարկային, փաստորեն ստացվում է, որ ավանդից ավելի լավ գործիք ունեցանք պարտատոմս, հիմա շատ կամած, բայց ինչ որ քայլերով բաժնետոմսերի շուկան է սկսում ակտիվանալ, նոր ցուցակումներ են լինում, նոր IPO-ներ են լինում, որոնց մասին դուք եք խոսել։ Սա մի քիչ ուրիշ ձևի գործիք է, որովհետև ռիսկայնությունն է տարբերվում, որ ասեցինք գործիքները 3 կոմպոնենտ ունեն ժամկետայնություն, ռիսկայնություն եւ եկամտաբերություն։ Բաժնետոմսերը իրենք լրիվ ուրիշ տեսակի գործիք են, իրենք ունեն ավելի բարձր ռիսկայնություն, իրենք երկարաժամկետ մտքի թղթեր են, այսպես ասենք։ Պարտատոմսերը ենթադրենք իրենք եկան 20 տարանոց, բայց ինքը անընդհատ արժեքտրոնը մեզ գեներացիոն ու տալիս։ Իսկ բաժնետոմսը կարող է որոշում լինի ընկերության կողմից, որ շահույթը չի բաշխվում ու դու չես ստանում այդ դիվիդենդը, անընդհատ ինքը վերաներդրվում է, ուղղակի այստեղ բաժնետոմսի գնի տարբերությունն է։ Հույս ունենամ, որ այս շուկան նույնպես կզարգանա մեզ մոտ ու կկարողանանք արդեն ավելի մեծ ոնց որ ընտրություն ունենալ։ Ես ինչ ընկերություն բացվում է, ես շատ եմ սիրում այդ process-ը, ես իրենց անպայման ինչ որ չափի բաժնետոմս այնց առնում եմ, Թիմ Տելեկոմի բաժնետեր եմ, Ակբաբանկի բաժնետեր եմ ու շատ հետաքրքիր է այստեղ բաժնետոմսերի մասով, դե ես մի քիչ ավելի ուրիշ ուղղությամբ եմ նաև նայում այս process-ին, ես սիրում եմ կորպորատիվ կառավարմանը մասնակցել նաև։ Այսինքն ոչ թե ես չեմ մտածում այդ փողը, օրինակ բաժնետոմսերի մեջ ներդրած փողը չեմ մտածում կաճի գնովազի, այսինքն ինքը այնքան նշանակալի չի, բայց ես իմ այդ չնշանակալի չափով ուզում եմ մասնակցել տվյալ ընկերության կորպորատիվ կառավարմանը։ Ինչ եմ անում, գնում եմ ժողովների, իմ 0.00001%-ով մասնակցում եմ այդ ժողովին, ինչ որ հարց եմ բարձրացնում, ճիշտ այդ հարցը կարող է ընդհանրապես չմտնի օրակարգ, բայց ամեն դեպքում ես իմ որպես բաժնետեր ձայնը բարձրացնում եմ։ Ու ինչ որ մի օր կարող է սովորեն ու ինչ որ մի օր այդ հարցը բարձրացվի ու նաև մտնի օրակարգում։ Օրինակ ես որ զանգում եմ կներեք, ես որ զանգում եմ Ակբաբանկ, որ ներկայանում ասում եմ ես բաժնետեր եմ։ Տեսեք, պարտատոմսերն ու բաժնետոմսերը ռիսկայնության տարբերությունը հասկանալի է, բայց նաև կարծում եմ այդ կանխատեսելիության տարբերությունն էլ է մարդկանց խանգարում, որովհետև պարտատոմսի դեպքում դու գիտես քեզ ինչ է սպասվում, իսկ բաժնետոմսի դեպքում համ շուկայից չգիտես ինչ սպասել եւ համ էլ քանի որ սովորաբար դու շատ փոքր բաժնետեր ես, ինչ-որ չգիտես ինչ կլինի խոշոր բաժնետերերի հետ հարաբերություններում, որոնք որոշումներ են կայացնում, ինչ որոշումներ նրանք կկայացնեն այդ բիզնեսի վերաբերյալ ու այստեղ նաև այդ թե մշակույթի հարցն է, թե նաև վստահության հարցն է երևի, որը որ բիզնես հարաբերություններում այդ վստահությունը օրինակ Հայաստանում ձեր կարծիքով ինչ վիճակում է, էլի։ Ուզում եք մի անգամից տենց գնահատական տանք, եկեք ֆիքսենք, որ փողի հետ կապված ամեն ինչում հիմքում վստահությունն է։ Եթե մենք օրինակ համարում ենք, որ Հայաստանի Հանրապետության դրամը հենց այս փողն է, ուրեմն մենք վստահում ենք այդ երկրին, այդ պետության, որտեղ ինքը իրականում թուղթ է։ Ու այո, ճիշտ է, բոլոր հարաբերություններում այդ վստահության կարևորությունն է, որի վրա ստեղծվում է արդեն մյուս տնտեսական գործընթացները։ Հայաստանում ու հետսովետական երկրներում վստահության մակարդակը ինքը բնականաբար ավելի ցածր է։ Շատ ավելի ցածր էր 10 տարի առաջ, 20 տարի առաջ, երբ որ մեր հիշողությունը դեռ շատ լավ հիշում էր այն ինչ որ տեղի ունենում հետսովետական տարիներին։ Հիմա նոր սերունդը, երբ որ գալիս է, ինքը արդեն այդ հիշողությունը, այդ վստահության հիշողությունը ավելի թուլացած է իր մոտ, այսինքն ավելի շատ դեպի մարում է գնում ու հույս ունենամ, որ հաջորդ սերունդի մոտ արդեն
այն հիշողությունը, որը կար հետսովետական վստահության հետ կապված, դա չի լինի, բայց կլինի նոր վստահության մի հատ բան, գաղափար, որի հիմքը մենք այսօր ենք ստեղծում։ Ու կապիտալի շուկան, ընդհանրապես բիզնեսի հետ հարաբերությունը, ինքը կապիտալի շուկայի կողմից է sense գեներացվում ու բաշխվում։ Ճիշտ է, եթե զարգացած բաժնետոմսերի շուկա չկա, մենք դա չենք զգում։ Բայց եթե նույնիսկ կա մի քանի օրինակ շատ օրինակ 15 ընկերության օրինակ, որոնք ունեն բաժնետոմս ու որոնք իրենց բաժնետերերի հետ այսօր վերաբերվում են արդար ու լավ, ինքը ստեղծում է մի հատ ոնց որ հիմք, որի վրա կձևավորվի արդեն հաջորդ սերունդների ու հաջորդ ընկերությունների բերող այդ վստահությունը։ Ես լիահույս եմ, որ այս փուլում մենք դա կկարողանանք ճիշտ ուղղությամբ տանել։ Մենք ասած մեր տնտեսությունը ու ընդհանրապես մեր բիզնես միջավայրը, որովհետև ինքը շատ ապագայի վրա շատ ուժեղ ազդեցություն ունեցող է։ Պարտատոմսերով մենք հասկանում ենք, որ որոշ թողարկողներ, որոշ չէ, բոլոր թողարկողները ճիշտ հետևում են իրենց պարտականություններին ու կարծես թե արդեն այդտեղ վստահության հարց չկա, որ պարտատոմս լինի, այդ պարտատոմսը ես հետ կստանամ, արդյոք իմ հիմնական փողը ներդրած, որովհետև ընթացքում տեսնում ենք, որ արժեքտրոնները ճիշտ վճարվում են, ուշացումներ չեն լինում եւ այս վստահությունը ձևավորվում է։ Հիմա եթե մենք բաժնետերերի հետ չունենանք եւս մի 5-10 տարի խնդիր այդ մանր բաժնետերերի շահերի ոտնահարում, որը այս պահին ես չեմ տեսնում, որ կա նման ոչ մի տենդենս չեմ նկատում։ Մենք արդեն կունենանք դրանից հետո ավելի վստահելի միջավայր, որտեղ արդեն բացվող ընկերությունը ավելի մեծ շանս կունենա այդ մանր ներդրողներին ներգրավել։ Բայց տեսեք, իրականում համաձայն եմ, որ դեպքեր չկան, վատ դեպքեր չկան, բայց մյուս կողմից իշքանով է սովորական ներդրողը պաշտպանված, եթե ինչ-որ կրիտիկական իրավիճակներ լինի ու նաև առիթ լինի այդ դեպքերը, որպեսզի ստեղծվեն, երբ որ բիզնեսը ինչ-որ խնդիրներ ունենա ու երբ որ կայացած է արժեթղթերի շուկան, բիզնեսում որոշում կայացնողը կաշկանդված է շուկայի արձագանքից։ Օրինակ հիմա տեսնում ենք Մասկը, որ մտել է քաղաքականության մեջ, ինչպես է քաղում այդ իր քաղաքական որոշումների պտուղները նաև Տեսլայի բաժնետոմսերը ինչքան են ընկել։ Բայց օրինակ Հայաստանում հաշվի առնելով, որ մեր բորսայում շատ քիչ է առևտուրը, հատուկ են մարդիկ երևի այսպես սովորական ներդրողներից ինչ որ առևտուր են անում, իրենք այդ արձագանքը դժվար թե այսպես ցավոտ զգան։ Ճիշտ եք ասում, չենք զգա այս պահին, քանի որ չկան շատ թողարկողներ ու այդ շատ թողարկողների ներդրողների բազան էլ այդքան մեծ չի, մանր ներդրողներ։ Մենք դա դեռ չենք զգա, եթե ինչ որ կրիտիկական խնդիր լինի այդտեղ, տեսեք, մեր կարգավորումները այնպես են ու վերահսկողությունը այնպես է, որ մանր ներդրողների շահերը փորձելու են մաքսիմում պաշտպանվել։ Ես չեմ ուզում հիմա ինչ-որ կանխատեսումներ անել տարբեր վատ սցենարներ միշտ կարող են լինել։ Բայց հուսանք իրենք չեն լինի։ Այս պահին մի հատ այդպիսի հավատի բանը, որ հուսանք այդպիսի վատ սցենարներ չեն լինի ու այս պահին մենք չենք տեսնում շուկայի արձագանքը ուղղակի այդ հետադարձ կապը գների միջոցով չենք տեսնում ու վարկի միջոցով չենք տեսնում, պետք է լինի մի քիչ ավելի շատ մասշտաբ այստեղ, այսինքն ավելի շատ թողարկողներ, ավելի շատ ներդրողներ, որովհետեւ մենք այդ հետադարձ կապը զգանք։ Այս պահին մենք դա չենք զգա ու չենք էլ կարող գնահատել։ Բայց եթե այսպես ինստիտուտներին անդրադառնանք, այդ պատասխանատվությունը ինչ ինստիտուտներով է, ապահովում։ Կորպորատիվ կառավարման ինստիտուտի մասին եմ ուզում անպայման խոսել, որովհետև մեզ մոտ մենք շատ սովոր ենք ու բնական է, որ մեզ մոտ միանձնյա կառավարումը, որը որ սովորել ենք տարիների ընթացքում, այդ միանձնյա կառավարման գաղափարը գերակշռող է դեռևս հիմա։ Երբ որ ընկերությունը բաժնետոմս է թողարկում, կամ նույնիսկ թեկուզ պարտատոմս է թողարկում, բայց մի քիչ ինչ-որ չափով բացվում է, բայց բաժնետոմսերը արդեն ինքը դառնում է հաշվետու թողարկող, այստեղ բիզնեսը ու ընկերությունը
պետք է հասկանա ու օրենսդրական ոնց որ կարգավորումներն էլ այնպես են արած, որ կորպորատիվ կառավարման մշակույթը պետք է դու կոմոդ ստեղծես, նոր գնաս այդ բացվելու process-ին, որովհետև ճիշտ է, երբ որ միանձնյա կառավարում է լինում, այդ միանձնյա կառավարումը միշտ կարող ռիսկի բերի մանր ներդրողներին ու ընդհանրապես ներդրողների շահերը։ Երբ որ կոլեգիալ որոշում են կայացնում, կոլեգիալ որոշումը լինում է արդյունավետ եւ լինում է բազմաթիվ տարբեր տեսանկյունների ընդհանուր մի ամփոփում, որը խուսափում ենք այստեղ ռիսկերից։ Երբ որ մի հոգու կարծիքը կամ մի հոգու որոշումը կարող է բերել ինչ-որ խնդիրներ բիզնեսի համար։ Կորպորատիվ կառավարման ինստիտուտը ինքը ենթադրում է խորհրդի արկայություն, որը հիմնական բոլոր բաժնետերերի ու կազմակերպության ղեկավարների միջև գտնվող մի օղակ է։ Ինչի ենք ասում անկախ անդամներով խորհուրդ, որպիսի այն մարդիկ, ովքեր որ ամենօրյա ղեկավարմամբ է զբաղվում ընկերության, իրանք չլինեն նաև այն ստրատեգիկ որոշումների միակ կայացնողը, որը որ այս բաժնետերերին է վերաբերվում։ Այստեղ այդ ինստիտուտը, որը կորպորատիվ կառավարումն է, ինքը շատ կարևոր է։ Մյուս ինստիտուտը, որը որ այս ամեն ինչին վերահսկում է, սա մեր վերահսկող համակարգն է, որը որ մեզ մոտ բոլոր այդ վերահսկող process-ները անում է Հայաստանի կենտրոնական բանկը, մեր երկրում ինքը մեգա ռեգուլատոր է, այսինքն ինքը վերահսկում է ամեն ինչ ֆինանսների հետ կապված ամեն ինչ։ Եվ դա զգացվում է, եկեք չգնահատենք լավ ու վատ, որովհետև եթե մեր երկիրը դիմացավ պատերազմի եւ կոവിഡ്ի շոկին առանց շատ մեծ բաների, շուկայի ցնցումների ու բանկային համակարգի ցնցումների, այդ միայն նրա արդյունքում էր, որ կենտրոնական բանկի վերահսկողությունը այնց երկար տարիներ ֆունդամենտալ, թեկուզ որոշ դեպքերում նրան չսիրելով, բայց ինքը իրականացրեց այդ շատ հստակ վերահսկումը։ Ես եմ ասում ինքը պետք է մի քիչ ավելի երկար տարիների ոնց որ դատա ունենանք, որ հասկանանք արդյունավետությունը, որովհետև ինքը մեգա ռեգուլատոր դարձել է 2007 թվականից, երբ որ փոխվեց օրենսդրական մեծ փոփոխություններ եղան, արժեթղթերի շուկան էլ եկավ, միացավ կենտրոնական բանկին, մնացած բոլոր ֆինանսական համակարգերն է։ Մի քիչ ավելի երկար, մի 50 տարվա որ ունենանք, արդյունավետությունը կկարողանանք հասկանալ, շոկերին դիմադրել եւ այլն։ Բայց սա մյուս կոմպոնենտն է, որը շատ կարևոր է շուկայի համար, այդ կարգավորվող շուկայի համար։ Ես այս երկուսը այս պահին առանձնացնեմ ու մյուսը արդեն գործընթացներն իրականացնող ինստիտուցիոնալ սուբյեկտներն են, բորսան, դեպոզիտարյան, իր բանկային համակարգը, բրոկերային գործունեություն իրականացնող ընկերությունները, որոնք էլի իհարկե վերահսկողության տակ են, բայց իրանք էլի ձևավորված համակարգեր են ու ձևավորված մշակույթ ունեն, այսինքն պրոցեդուրալ այստեղ ամեն ինչ աշխատում է ժամացույցի ճշգրտությամբ։ Ձեր կազմակերպությունը Եվրոասիական բորսաների ֆեդերացիան, այսպես կարելի ասել, միավորում է բազմաթիվ երկրների բորսաներ եւ քանի որ բոլորի հետ շփվում եք, շատ հետաքրքիր է հասկանալ մեր նման երկրների հետ համեմատությունը, որովհետեւ սա մի ոլորտ է, որ շատ այսպես ամեն մի երկրում շատ տարբեր է զարգանում, ինչ հետաքրքիր այսպես միտումներ եք տեսնում։ Լավ նշեցիք մեր նման երկրների, որտեղ մեր ֆեդերացիայում, որը Եվրոսիական ֆոնդային բորսաների միություն էր կոչվում, մենք վերջերս անունը փոխեցինք, սարքել ենք Եվրոսիական կապիտալի շուկաների միություն, որովհետև ավելի մեծ է ու ավելի շատ բացի բորսաներից դեպոզիտարանից մեր նաև ուզում են արդեն անդամագրվել ֆինանսական տեխնոլոգիաների կազմակերպություններ, բրոկերներ եւ այլն։ Նմանություն շատ կա ու մեր ֆեդերացիայում շատ մեծ երկրների բորսաներ չկան։ Մեր հիմնական նպատակն էլ այն է, որ մենք օգնենք մեր նման երկրների բորսաներին զարգանալու process-ում։ Թեմաները բոլորի մոտ շատ նման են։ Առաջինը գործիքների արկայություն, այսինքն գործիքների սղություն, այսպես կարող ենք ասել, որովհետև չկան այն գործիքների բազմազանությունը, որ փող ունեցողը ներդրողը ուզում է օգտվել բոլոր գործիքներից։ Սա մեր բորսաների, մեր ֆեդերացիայում կա 20 բորսա, 23 երկրից 20 պլյուս բորսա,
ու իրանք բոլոր ունեն այդ խնդիրը բացի պարսկական շուկայից, որովհետև պարսկական շուկան լրիվ տարբերվում է, դրա համար ես պարսկական շուկան առանձնացնում եմ ու մնացած մեր բոլոր անդամները, նույնիսկ եվրոպական մասի մեր անդամները ունեն այդպիսի խնդիր, ճիշտ է, իրանց մոտ կան մի քիչ ավելի շատ գործիքներ, քան մեր եւ մեր նման հետսովետական երկրների կամ միջին արևելքի երկրների, բայց առաջինը գործիքների խնդիրն է, որ բոլոր ուզում են նոր գործիքներ ու սովորեն թե ոնց են նոր գործիքներով աշխատում։ Երկրորդը կա լիկվիդայնության խնդիր, ինչը լիկվիդայնությունը, որ քո մոտ ունեցած ֆինանսական գործիքը հեշտ կարողանաս դարձնել փող։ Սա լիկվիդայնություն է, որպեսզի արժեթուղթը հեշտ դառնա փող, ինքը պիտի անընդհատ առևտուրը ակտիվ լինի, որպեսզի դու ցանկացած բանի կարողանաս վաճառել, ցանկացած բանի կարողանաս առնել։ Լիկվիդայնության խնդիր կա, բոլոր շուկաներում կա, ու նաև կա մի հատ խնդիր, թե ոնց ներգրավել ներդրողներ։ Այսինքն ոնց կազմակերպել ինքը ոչ միայն մարքեթինգի մասով, թե ոնց կազմակերպել այդ մարքեթինգային process-ը, այլ ռեալ ոնց ներդրողին շահագրգռել, որ ներդրողը գա իրեն անծանոթ ինչ-որ մի նոր աշխարհ։ Այս 3 խնդիրները բոլորի մոտ կան։ Ու ամեն մեկը տարբեր ձև է այդ խնդիրները լուծում։ Շատ տարբեր մոտեցումներ կան։ Ես ուզում եմ մի քիչ Պարսկաստանից օրինակ բերեմ։ Իրենց մոտ ֆինանսական կրթության մակարդակը համարյա 95-96% է։ Այնտեղ ում հարցնես, ես որ գնացի իրենց բորսայի մոտ տեսա տատիկ պապիկները գալիս էին, նայում էին գներին, բացում էին, միանգամից առնում էին ու գնում էին, որովհետև տնտեսությունն է տենց սարքած ու մարդկանց դպրոցից, մանկապարտեզից սովորեցնում են, իրանց Ղուրանի օրենքներով էլ ոնց որ բերում տրանսֆորմացում են, ասում են դու որպես քաղաքացի անպայման պետք է քո ներդրում ունենաս տեղական բիզնեսի ոնց որ աջակցման մեջ։ Իսկ դրա ամենաուղղակի ձևը բաժնետոմս առնելն է։ Սա մեկ, որ իրանց անդադ ասում են դու քո երկրի բիզնեսին պիտի իրան օգնես։ Ու երկրորդը արդեն շատ զուտ տնտեսագիտական թեմա է, որովհետև այնտեղ ինֆլյացիան շատ բարձր է ու ուրիշ բան, քան բաժնետոմսը, այդ ինֆլյացիան չի կարողանում կլանել, որովհետև ուրիշ գործիքները անընդհատ արժեզրկվում են։ Հետո խնդիր կա արտարժույթի խնդիր ունեն եւ իրենց մոտ այնց խնդիրների բազմազանությունը նաեւ բերում է նրան, որ մարդիկ գալիս են բաժնետոմսերի շուկա։ Մի փոքր կբացատրեք այդ ոնց է բաժնետոմսերը կլանում ինֆլյացիան, ոնց է ինքը լուծում ինֆլյացիայի հարցը սովորական բաժնետոմսի սեփականատիրոջ համար։ Շատ պարզ փորձեմ դա բացատրել, երբ որ ինֆլյացիա է տեղի ունենում, ապրանքների գները աճում են։ Իսկ այդ ապրանքները իրանք արտադրող ունեն։ Ես շատ պարզ եմ ասում։ Այդ նշանակում է, որ արտադրողի համար էլ գինը աճեց, ինքը սկսեց իր ապրանքը ավելի բարձր գնով ծախել։ Ու այդ ընթացքում ինքը ստացավ ավելի շատ եկամուտ։ Այսինքն բիզնեսի համար, մարդու համար գինը թանկացավ, իր փողը արժեզրկում է, բայց բիզնեսը ինքը այդ գներով սկսում է աճել։ Ու այդ աճը նաև ներառվում է իր բաժնետոմսերի գնի աճի վրա, որովհետև սկսվում է բիզնեսը ընդլայնվում է։ Բիզնեսի արժեքն է շատանում, ու դրա բաժնետոմսերի գներն են ավելանում։ Ու ստացվում է, որ եթե դու բաժնետոմս ունես, իր գինը բարձրանալու է, ինֆլյացիա լինում է, իր գինը բարձրանում է։ Իսկ եթե դու փողը պահեր ուղակի քո ձեռքը, իր գինը կընկներ։ Փողը գինը կընկներ ինչի, որովհետև եթե այսօր դու կարողանում ես այս ապրանքը առնել պայմանական 100 միավորով, վաղը այս ապրանքը արդեն արժի 150, դու քո 100 միավորով, էլ այս ապրանքից չես կարող ունենալ։ Ու փողը արժեզրկվում է, եթե դու պահես քեզ մոտ։ Դրա համար բիզնեսի մեջ դնելով ինքը ավտոմատ ինֆլյացիան ազդում է գնի վրա, այսինքն քո բաժնետոմսի գինը էլի բարձրանում է։ Սա շատ sense բան հողին կպած բան է, էլի, ուղղակի կապա, լրիվ basic-ն է։ Բայց մյուս կողմից իրանք sense լավ հավատում են, որ իրանք պետք է իրանք բիզնեսին օգնեն։ Ճիշտ է, անմասն չեն մնում այստեղ խարդախություններից։ Օրինակ COVID-ի ժամանակ Պարսկաստանում ամեն օր 5 միլիոն retail, այսինքն մանր ներդրող ավելանում է շուկայում։ Ամեն օր 5 միլիոն, որովհետև մարդիկ հասկանում են, որ նստել ենք տունը, փող ունենք, չգիտենք ինչ անենք, իրանք գիտեն, որ իրանց փողը շատ շուտ է արժեզրկվում, հերիք չի հիմա էլ ոչինչ չեն կարող այդ փողով անեն, ոչ մի բան չեն կարող գնել, ու իրանք բոլորը ասենց
օրը 5 միլիոնով ավելանում էին։ Ես որ մեր անդամների հետ կոവിഡ്ի ժամանակ խոսում եմ, ասում են մեր տեխնիկական հագեցվածությունը չի հերիքում, մենք էսա ապահովենք, մեծ խնդրում եմ ասեք ումից գնենք բան համակարգեր, իհարկե իրանք իրենց ձևավորեցին ի վերջո, ստեղծեցին, բայց այդ շրջանում շատ անբարեխիղճ ընկերություններ էլ հայտնվեցին, որովհետև խառնաշփոթի մեջ ընկերությունները միանգամից այն ընկերությունները, որոնք օրինակ սնանկացման փուլում են եւ այլն, այդ խառնաշփոթի մեջ ասում են մենք գալիս ենք շուկա, բորսա, տեսեք մեր ընկերությունը էսպիսին է, այս արտադրանք ունենք, բայց իրականում իրանք չկային, փուչիկ էին։ Ու այդ խառնաշփոթի մեջ իհարկե շատ մարդիկ նաև կորցրեցին, բայց հետո շուկան կարգավորեց, բալանսավորեց, իրենց վերահսկող համակարգը ավելի ուժեղացավ, մի խոսքով, բայց իրենց շուկան շատ հետաքրքիր է այս առումով ու ունեն տարբեր գործիքներ, որտեղ իսլամական ֆինանսները իրականում մի քիչ տարբեր են։ Իրանք չեն կարող ունենալ դասական պարտատոմս։ Մենք որ sense խոսում ենք պարտատոմս, որտեղ իրավունք չկա պարտատոմս ստանալու։ Դրա համար իսլամական ֆինանսներում ու հատկապես Իրանում իրենք ինքան խառը գործիքներ են սարքել, մի հատ երրորդ կողմ են ստեղծում, որ սովորական պարտատոմսի համար մի հատ երրորդ կողմ են ստեղծում, որ այս երրորդ կողմը քեզ համար առնի այդ պարտատոմսը, հետո վաճառի քեզ, ընթացքում դու իրան ինքը քեզ այդ գների մեջ տարբերություն ունենա, սա դառնա քեզ արժեքտրոն, մի խոսքով շատ տարբեր գործիքներ են մտածում ու շատ հետաքրքիր շուկա է, պարսկական շուկան։ Մեր ֆեդերացիայի շրջանակներում մենք իրենց վրա լիքը բաներ սովորում ենք, ուղղակի չենք կարողանում դեռ օգտվել իրանց հետ ինչ որ տենց առևտրային գործընթացներից, բայց շատ սովորում ենք իրանցից։ Մյուս կողմից կարող եմ ասել, որ մեր ունեցած շուկաներից Հայաստանում օրինակ պարտատոմսերի շուկան ամենազարգացածն է ու մեր անդամները շատ հարցումներ են անում հասկանալու թե Հայաստանի պարտատոմսերի շուկան, որ բորսան սպասարկում է, որը սկսվում է պետական պարտատոմսերի առաջնային աճուրդից, այսինքն պետական պարտատոմսը առաջին անգամ ծնվում է հենց բորսայի համակարգերի օգնությամբ, ոնց է եղել, որ Հայաստանում այդ ամբողջ համակարգը պարտատոմսերի ծնվելուց սկսած, թեկուզ պետական ինքը եկել է բորսա։ Սա շատ հետաքրքիր кейս է, որ մեր բոլոր անդամները հարցնում են։ Մյուս կողմից մենք մեր Հայաստանով եւ մնացած մեր նմաններով ուզում ենք սովորենք, թե ինչպես սարքել օրինակ ETF, Exchange Traded Funds, այսինքն ֆոնդեր, որոնք բաղկացած են զամբյուղից։ Մենք չունենք մեր շուկայում նման ֆոնդեր, մենք բաժնետոմսերի ինդեքս էլ չունենք, ունենք պարտատոմսերի կոր ունենք, որի վրա ինդեքս ենք կարողանում անել, բայց ամեն դեպքում այս մասն էլ, ֆոնդերի մասն էլ մենք ենք փորձում իրենցից սովորել։ Ումից։ Կա օրինակ Հունաստանի շուկան, որը ունի նման ֆոնդեր, կա Ռումինիայի շուկան, Բուխարեստը, կա Ղազախստանի շուկան, այսինքն կան շուկաներ, որոնցից մենք սովորում ենք այս ֆոնդերի գաղափարը, ոնց սարքել այդ ամբողջ process-ները։ Ղազախստանի շուկան էլ հետաքրքիր շուկա է, ինքը էլի բավական մեծ է, ունի մի քանի բորսա, ամեն բորսան ինչ որ ուղղվածությամբ ու այնտեղ մրցակցություն կա, այստեղ էլ մենք սովորում ենք, թե ոնց մի երկրի շրջանակներում կա երկու մրցակից բորսա, բայց կան ընկերություններ, որոնք համստեղ ունեն ցուցակված արժեթուղթ, համենտեղ ունեն, այսինքն անընդհատ է սովորելու process-ը բավական հետաքրքիր է մեր անդամների շրջանում ու այդ գիտելիքը մենք անընդհատ բաշխում ենք մեր բոլոր անդամների միջև, որ իրարից սովորենք, փորձենք տենց զարգացնել։ Վրաստանն էլ կա, թե չէ։ Վրաստանը մեծ դիտորդ անդամ է, Վրաստանի բորսան, բայց Վրաստանում շուկան շատ սեգմենտավորված է, այնտեղ կա բորսա ու կա կենտրոնական բանկ, որը որ նույն պետական պարտատոմսերի աճուրդները ու հիմնական փող ունեցող մասը շուկայի կենտրոնական բանկի միջոցով է կատարվում, այսինքն առաջնային աճուրդները եւ այլն, որը բորսայում չէ։ Սեգմենտավորված է ու դեռ պարզ չի իրենց մոտ ինչ է լինելու այս սեգմենտավորումը։ Մեզ մոտ մեր յուրահատկությունն է, որ մեզ մոտ շուկան սեգմենտավորված չի։ Այդ շատ կարևոր է, որովհետև փոքր շուկայի համար, երբ որ դու սկսում ես գործիքները բաժանել, ինչի մեր պետությունը որոշեց, ֆինանսների նախարարությունը, որ ամեն ինչը այդ պետական պարտատոմսի, պետական պարտքի այդ մեծ մասը ինքը պետքա բերի դնի մի շուկայի մեջ, որը որ բաժնետոմսերն են, մնացած բոլոր գործիքներն են, որովհետև հասկանում եմ, որ եթե դու շուկան սեգմենտավորում ես, փողը դժվար է այդ սեգմենտների մեջ պտտվում։ Եթե ֆոնդի կառավարիչը
իր փողերը հիմնականում բորսայական գործիքներով է իրականացնում իր առևտուրը, այսինքն ինքը մի շղթայով կատարում է իր փողերի շրջանառությունը, եթե ինքը ուզում է օրինակ սեգմենտից դուրս մի հատ ուրիշ process անի, իր համար թանկացնում է այդ process-ը, այսինքն ինքը պետք է լրացուցիչ մի հատ ուրիշ ինչ որ ալիք ստեղծի, որպեսզի դա անի։ Որոշվեց, որ ամեն ինչը պետք է լինի մեզ մոտ մի տեղ, որպեսզի փողը այս մի շուկայից կարողանա շուտ գնալ մի շուկա, այսինքն բոլորը լինել մի տեղում։ Սեգմենտավորումը մեր նման փոքր շուկաներում ինքը արդյունավետ չի լինում։ Դրա համար մեր երկրում բոլորը եկավ սենց մի բանի մեջ, մի ընդհանուր տեղի մեջ։ Իսկ ETF-ի մասով, օրինակ մենք ինչի ենք դրանից հեռու զուտ, որ քիչ են ընկերությունները, հա։ Բաժնետոմսերի ETF գործիքները քիչ են, բայց հնարավոր է սարքել օրինակ պարտատոմսերի ինդեքսի վրա սարքել ETF, որովհետև մեր պարտատոմսերը բավական ինքը բազա կա նման ETF սարքելու։ Միջազգային ներդրումներ, եթե մենք նայում ենք, օրինակ ներդրումների եթե տեսակներ ենք դիտարկում, դրսի ներդրում, ETF-ը, օրինակ իմ պորտֆելում անձնական ինքը ամենամեծ մասն է կազմում իմ դրսի ներդրումների, որովհետև փոխանակ ես նայեմ մի ընկերություն, ուսումնասիրեմ այդ ընկերությանը, սկսեմ հասկանալ ինքը ոնց է աշխատում, ես վերցնում եմ մեծ խոշորագույն ընկերությունների ինդեքսի վրա սարքած ETF, որը օրինակ ներառում է Ամերիկայի խոշոր 500 կամ խոշոր 100 կամ չգիտեմ ուրիշ երկրի։ Ինչը նշանակում է, որ արդեն մտածել են, այդ պորտֆելը սարքել են ու ես առնում եմ այդ պորտֆելի ինչ-որ մի մասնիկը։ Փորձը ցույց է տալիս, որ այդ պորտֆելները իրանք տենց անընդհատ էլի աճող տենդենսով գնում, որտեվ մի ընկերությունը կարա պորտֆելի մեջ օրինակ 500 հատանոց պորտֆելի մեջ այդ մի ընկերությունը նվազի, բայց իրան բալանսավորող այնքան ուրիշ ընկերություններ կան այնտեղ, որ պորտֆելը ինքը իր պորտֆելի արժեքը միանգամից չի նվազում։ Դե հիմա ամերիկյան շուկան, հիմա շուկաները նվազման փուլում են, ինչ էլի նորմալ է։ Ամեն շուկան չի կարա լինի կարճաժամկետ հատվածում անընդհատ աճող, ինքը կարճաժամկետում տատանվող է։ Պետք է նայես տենդենսը ոնց է։ Ու հիմա ETF-ներն են նվազում, բոլոր ինդեքսներն են նվազում, ուղղակի պետք է մի քիչ սպասել, երբ որ իրենք սկսեն վերականգնվել, բայց եթե այս պահին ուզում ես ներդրում անել, այդ նվազման փուլում ամենալավ ներդրում անելու ժամանակն է։ Այդ Բաֆեթի հայտնի խոսքն է, չէ՞, գնիր այն ժամանակ, երբ բոլորը վաճառում են եւ վաճառի, երբ բոլորը գնում են։ Այսպես ավտոմատ հասանք մենք նաև ամերիկյան շուկա, որտեղ շատ հետաքրքիր զարգացումներ են ու Թրամփը այսպես ցնցեց բոլորին անընդհատ ամեն օր ինչ որ նոր ինֆորմացիաներ կամ ընդհանրապես ուղղակի խոսքեր, որ նույնիսկ ինֆորմացիա էլ չեն, բայց շատ են ազդում շուկայի վրա, ոնց կբնութագրեք այս իրավիճակը։ Իրավիճակը շատ կանխատեսելի է հենց Ամերիկայի շուկայի համար, որովհետև ոչ թե կանխատեսելի է նրանով, որ թե ինչ կլինի վաղը, այլ կանխատեսելի է, որ ամեն մի արտահայտություն կունենա իր արձագանքը շուկայի վրա։ Սա գիտենք, որովհետև Ամերիկայի շուկան, կապիտալի շուկան շատ զարգացած է ու այնտեղ այդ ամեն մի փոփոխություն դրա վրա զգացվում է։ Սա հետաքրքիր process է, հոգեբանությունը այստեղ մտնում է արդեն շուկայի մեջ, մտնում է շատ հետաքրքիր մի կոմպոնենտ, որ կոչվում է հոգեբանություն։ Ոնց են մարդիկ հոգեբանորեն վերաբերվում այդ բարձրաձայնած բառերին, ասած խոսքերին ու ինչ սպասումներ ունեն։ Սպասումների տեսությունը տնտեսագիտության մեջ մի առանձին տնտեսություն է, որը բավական խոր ուսումնասիրում է հենց այս շուկաների մասով։ Ինչ եղավ, օրինակ այս ամենավերջին իրադարձությունները շուտով ապրիլի 2-ից հիմա պետք է սպասենք ինչ է լինելու մաքսերի հետ, այսինքն արտահանման ներմուծման մաքսերի, որ Թրամփը ասում էր եւ 3 թե 3 առաջ օրը դուրս եկավ մի ցուցանիշ, բարբերաբար ցուցանիշների հայտարարությունն է տեղի ունենում ու Ֆեդերալ ռեզերվային համակարգը կայուն պահեց տոկոսադրույքները։ Այնինչ կար սպասում,
ասենց լավ սպասում, որ տոկոսադրույքները գիչնեն։ Ու իմ կարծիքով, ես տենց չեմ ասում, որ սա բացարձակ ճշմարտություն, բայց իմ կարծիքով այս սպասումների չիրականանալը շատ ուղիղ ազդեցություն ունեցավ շուկայի վրա, որովհետև սպասում էր, որ տոկոսադրույքները գիչնեն, փողը կեժանանա, կկարողանան ավելի շատ փող ունենալ ու դա օգտագործել ոնց ուզում են ու տոկոսադրույքները մնացին նույնը, ինչը ցույց տվեց շուկային, որ դեռ այդքան էլ հաստատուն չի այն բանը, որ տոկոսադրույքները կիչնեն ու փաստացի չեն իջել, հիմա մենք ինչ անենք, փողը կսկսի պակասել, մենք չգիտենք ինչ անենք ու վաճառելու տենդենսը սկսեց ու վաճառելու տենդենսին զուգահեռ գները սկսեցին ընկնել։ Այսինքն հետաքրքիր վիճակագրական նորությունների ժամանակ շուկաները միշտ ինչ-որ sense արձագանք ունենում են։ Ինձ համար սա սպասելու շրջան է, եթե այս պահին ես մտադիր չեմ ներդրում անել, սպասելու շրջան է, այսինքն իմ ներդրումները չեմ վաճառի, որովհետև վայ ինչ եղավ գներն ընկան, այդ շատ սխալ է խոճապի մատնվել կարճաժամկետ հատվածի այս տատանումներից, բայց եթե ես ուզեմ հիմա ներդրում անել, մի քիչ էլ կսպասեմ տեսնեմ ինչքան է իջնում ու այս լավ պահ է, այս բոլոր շուկայի իջնելու ժամանակ կատարել ներդրում, որովհետև ինքը միևնույնն է աճելու է, միևնույնն է տնտեսությունը վերականգնվելու է, եթե էժանա, ինչի չառնել։ Բայց օրինակ, եթե հետ բերենք եւ կապենք նաեւ խոսակցության սկզբին, նաեւ շատ կարևոր, եթե մենք ունենանք մեր բոլոր նպատակները, կյանքի նպատակները, ինչպես դուք ասեցիք, ժամանակագրական, այսպես արտահայտվածությամբ, նաեւ դա էլ կօգնի նման իրավիճակներին շուկայի ավելի ճիշտ արձագանքել, որովհետեւ օրինակ շատ ներդրումներ կա, որ այնքան երկարաժամկետ հեռանկարով դու կարող ես պլանավորել, որ այսօրվա նորություններին կարող ես ընդհանրապես նույնիսկ չհետևել։ Ճիշտ եք ասում, երկարաժամկետ ներդրումների ժամանակ այս կարճաժամկետ կարճ նորությունները մեզ պետքա այդքան չհուզեն, որովհետև մենք այդ ներդրումը արել ենք 20 տարվա հեռանկարով, ու 20 տարվա հեռանկարով մենք պատկերացնում ենք, որ չի կարա Ամերիկայի տնտեսությունը, օրինակ առել ենք ETF 500 խոշոր կազմակերպություններ, ու չի կարա 500 խոշոր կազմակերպությունը 20 տարվա ոնց որ շարունակական նվազում ունենա։ Այո, եթե մեր նպատակը այդ երկարաժամկետ ներդրումը, եթե մենք ներդրող ենք, բայց կա մի հատ ուրիշ տեսակ, որը տրեյդեր են իրենց ասում։ Սա investor, նա trader, ով որ ամենօրյա գործարքներ անելու միջոցով աշխատում է փող։ Այսինքն փող աշխատում գների տատանումի վրա։ Այսպիսի մարդիկ կան, սա ներդրում չի, բայց սա տնտեսական գործունեության ինչ որ մի ձև է, որ կարողանում են շուկան վերլուծել ու այս գների տարբերության վրա աշխատել փող։ Ինքը ինձ համար իմ պատկերացումներով ինձ համար ինքը այդպիսի գործիք չի, որ ես իրան կկիրառեմ, բայց կան մարդիկ, ովքեր սիրում են նաև այս գործիքը կիրառել։ Ինքը բայց ավելի շատ պրոֆեսիոնալ գործունեություն չէ, քան թե անհատական, այսպես ինչ-որ գործունեություն։ Չէ, անհատն էլ կարող է նման գործունեություն անել, բայց ինքը պետք է հաշվի առնել, որ սա շատ ռիսկային է, այսինքն շուկայի այդ կտրուկ տատանումները կարող են բերեն շատ բարձր կորուստների, ու երկրորդը ինքը սպեկուլյատիվ բնույթ է իրականում կրում։ Էժան առնել, թանկ վաճառել, ինքը սպեկուլյատիվ բնույթ է, բայց ինքը նաև կա, մենք պետք է հաշվի առնենք, որ այսպիսի գործողություն էլ գոյություն ունի փողի հետ շփման ժամանակ, ու նաև դա զարգացել է, բերել է, հասել է ալգո տրեյդինգի, ինչը դա նշանակում ծրագիր է գրվում, ու այդ ծրագիրը արդեն ոչ թե մարդն է նստած առնում վաճառում, այլ ծրագրին ասում են գինը կհասնի այսքան, այս թղթինը վաճառի, գինը կհասնի այնքան, հաշվի, այդտեղ նաև ածանցել գործիքներ են շատ օգտագործում այդ առնել վաճառելու, ու դու տալիս ես այդ ծրագրին քո ոնց գաղափարը, թե դու ինչ ես ուզում ի վերջո ստանալ, ու ինքը անընդհատ կատարում է այդ արք ու վաճառքի գործարքը քո համար։ Սա իմանանք, որ այսպեսի բան էլ կա, ինքը շատ ռիսկային է, կորուստի հավանականությունը շատ ավելի մեծ է, քան երբ որ դու անում ես ներդրում, ես ներդրող եմ, ես տրեյդեր չեմ, ու դա ընտրության հարց է, բայց անպայման պետք է իմանալ, որ կա նաև այսպիսի ընտրություն։ Իսկ այդ գործը ինչու չտալ AI-ին։ Չկան AI-ի հիմա անում են ալգո տրեյդինգի համակարգերը միավորում են AI-ի հետ, ուղղակի ինքը մի քիչ
մի քանի տարի պիտի ապրի, որ հասկանանք ինքը ինչ է։ Training-ի փուլում է, եթե այդ տերմինով գնանք, Շատ հետաքրքիր թեմաներ են իրականում, բայց եթե էլի հետ գանք նաև մեր հասարակության հետ կապը հասկանանք, օրինակ այս ամեն ինչը, եթե նաև Հայաստանում որոշ բաներ կան, որոշակիորեն կայացած են, որոշ բաներ կան դեռ ոչ, բայց ամեն դեպքում մեր կյանքի մաս չեն, այս ամեն ինչը որտեղ եւ ինչպես պետք է սովորեն, հա, մարդիկ շատ կապված են ֆինանսական որոշ կառույցների հետ։ Մենք այստեղ գալիս ենք արդեն ինքնակրթման process-ին։ Այդ ֆինանսական կառույցների հետ հարաբերվելը, այսինքն մեր կյանքում հիմա չկա այդպիսի մարդ, որ բանկի հետ չի հարաբերվում։ Ու այս հարաբերության process-ում կարելի է սովորել։ Բայց այդ արդեն ոնց որ սովորելը անհատի կողմից է գալիս այդ նախաձեռնությունը։ Ամենապարզ ձևով կարելի է բանկի հետ սպասարկվելու ժամանակ հարցեր տալ, ավելի շատ հարցեր, քան դառնալ ինչ-որ պրոդուկտի ներկայացման ուղղակի տենց ընտրություն անող։ Հարցեր տալ պրոդուկտի սկսած ամենապարզ տոկոսներից, ժամկետներից, այսինքն անընդհատ այդ հարաբերությունը դարձնել իր առօրյա կյանքի մի մասը։ Այսինքն կրթության process-ը այն, որ պետությունը զբաղվում է, մտածում է այդ մի կողմից, այն մյուս կողմից արդեն մեր անհատների կողմից պիտի գա այդ պահանջը ցանկացած շփման դեպքում ստանալ մաքսիմում ինֆորմացիա քո բանկից, քեզ սպասարկող, չգիտեմ, ապահովագրական ընկերությունից եւ այլն։ Այս պահանջն էլ որ լինի, ինձ թվում է կամաց գործիքների եւ մնացած բոլոր հնարավորությունների մասին մենք սկսենք ավելի շատ իմանալ։ Եվ դե ինքնակրթման այսպես տարբերակներից մեկն էլ ամենադասականը երևի գիրքն է։ Ինչ որ խորհուրդներ միգուցե գրքերի հետ կապված։ Գիրքը միշտ լավ է գիրք կարդալ։ Ու ինձ որ ասում են օրինակ ֆինանսների մասին գիրք ասա որ կարդամ, սովորեմ, դասագրքերից բացի, այդ որ ֆինանսները ու ընդհանրապես ֆինանսական գործարքների մասին իրենք պետք է դասագրքով սովորենք։ Ինչ է նշանակում պարզ տոկոս, ինչ է նշանակում բարդ տոկոս, ոնց հաշվել ռիսկ, եկամտաբերություն, դրանց կապը, ինչեր անել, դրանք դասագրքեր են։ Բայց ես գրքերի մասով ընդհանրապես խորհուրդ եմ տալիս կարդալ գեղարվեստական գրականություն, որովհետև կթվա թե գեղարվեստական գրականությունը ինչ կապ ունի ընդհանրապես այս ամեն ինչի հետ։ Բայց ես մի գիրք ասեմ, Ռենե Վիկտոր Պիհ Обличитель, ռուսերենով եմ դա կարդացել, ինքը հայերեն թարգմանություն չունի, ֆրանսերեն է գիրքը, ֆրանսերեն էլ չեմ կարող ասել ինչա անունը, բայց գիրքը ինքը 60-ականների գրված է, տնտեսագիտությունը հետաքրքիր դետեկտիվ ժանրի միջոցով տնտեսագիտության բոլոր դասական բաները, խորհուրդները ինքը այնտեղ տալիս է։ Թե ոնց է աշխատում կորպորացիան, ընդհանրապես այդ մեծ ընկերությունը ու ոնց են օրինակ սեփականատերերը կամ ղեկավարները շահագործում, ի վերջո գալիս է դրան, որ դուք բոլորդ աշխատողներ եք, իսկ նրանք բոլորը գիտեն ձեզ ոնց շահագործեն, ավելի էժան ու ստանան շահույթ։ Այդ գիրքը գեղարվեստական գիրք է, շատ հետաքրքիր գրված, դետեկտիվ մասեր ունի իր մեջ, բայց ամբողջ տնտեսագիտությունը այդ գրքում ցենց դասական ձևով բացատրում է։ Ես սիրում եմ այսպիսի գրքեր խորհուրդ տալ։ Թող լինի սա հենց այդ մի խորհուրդը, որ ինքն շատ հետաքրքիր կարդացվում է։ Որովհետև երբ որ մենք ուղղակի դասագրքային կարդում ենք ինչ անել, որ մեր փողը շատանա, դա չի տալիս մեզ երևակայության այն հիմքը կամ երևակայության այն զարգացումը, որ մենք կարողանանք իմանալ օրինակ պարտատոմսը համեմատենք հավի հետ։ Չենք կարա մենք, եթե մենք չունենք գեղարվեստական այդ գրականության հետ շփումը։ Ես սիրում եմ այս շփումը, հատկապես պոեզիան էլ, որովհետև ինքը ավելի շատ ուղեղ աշխատացնում ու ֆինանսների հետ աշխատելու համար այդ ուղեղի աշխատանք շատ կարևոր է։ Դրա համար ես այս մի գիրքը թող ցենց մնա, մնացած ես չեմ սիրում բեսթսելերներ 10 օրենք ինչպես անել այս ինչ բանը 10 քայլով, ես այնց գրքեր չեմ սիրում ու խորհուրդ չեմ տա, բայց մի սոցիալական ցանց կա գիրք կարդացողների համար, կոչվում է Goodreads։
այխոր գտամ Goodreads-ում գրանցվել ու կարդացած գրքերը այնտեղ գրել, որ օրինակ ես կարդացի այս գիրքը, նայել մնացածը ինչ գրքեր են կարդում ու դեպս այս գիրքը կարդալը դարձնել առօրյա զբաղմունք։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի եւ լավ վերջաբանի համար նաեւ լավ խորհրդով հուսանք նաեւ աղքին հույսեր հայտնեցինք այս զրույցի ընթացքում հուսանք այս ամբողջը նաեւ իրականություն կդառնա։ Ձեզ շնորհակալություն։